Բայց ձեզ այսօր ես ձեզ կպատմեմ Տիկին Տնաբոքի հեքիաթը։ Մի կին կար, նա ուներ երկու աղջիկ, մեկը խորթ, մեկը հարազատ։ Իր խորթ աղջիկը շատ տգեղ էր։ Չէ, խորթ աղջիկը գեղեցիկ էր։ Խորթ աղջիկը շատ գեղեցիկ էր ու աշխատասեր։ Իսկ հարազատ աղջիկը շատ տգեղ էր ու ծույլ։ Նա շատ էր սիրում իր հարազատ աղջկան, իսկ ամբողջ գործը տալիս էր իր խորթ աղջկան։ Մի օր էլ երբ որ իլիկ էր մանում, մի օր հենց նա իլիկ էր մանում, իր ձեռքերի արյունոտվում էր, չէ՞, մատը, եւ մատը միամիտ կպնում էր իլիկին։ Եվ իլիկը ընկնում էր ջրհորը։ Լացելով նա գնում էր իր մայրիկի մոտ եւ ասում էր ամբողջը, իր մայրիկն էլ ասում էր գնա ինչպես ուզում ես հանի, ոնց գցել ես տենց էլ հանի։ Նա լաց լինելով գնում է իլիկի մոտ եւ ուզում է հանի, բայց նա էլ է ընկնում գետը։ Ջրհորը։ Ինչ հատաշին ես որ ընկնում է։ Զարթնում է։ Նա ընկնում է մարգա գետնի։ Նա գնում է տեսնում է հացերը ասում են արի մեզ հանի, թե չէ կվարվենք։ Նա գալիս է օգնում է եւ բոլորին հանում է։ Եվ շարում է սիրուն խոտի վրա։ Նա շարունակում է իր ճանապարհը եւ տեսնում է մի ծառ։ Ծառը ասում է. Թափ տուր ինձ իմ խնձորները, թե չէ իմ ճյուղերը կջարդվեն։ Նա աղջիկը թափ է տալի ծառը եւ շարունակում տենում է մի տնակ։ Մտնում է այնտեղ, տեսնում է մի ծերկին։ Եվ օգնում է, այդ օրվանից մնում է այնտեղ։ Եվ օգնում է նրան։ Նա ուզում է Նա այդ պարավի անկողինն է փոխում։ Նա այդ պարավի անկողինն էր ամեն օր փոխում եւ նա տխրեց, որ մի օր տխրում է, որովհետեւ նա ուզում է վերադառնալ իր տուն։ Նա գնում է պարավ տատիկի մոտ ու հարցնում է կարող է նա գնալ արդեն տուն։ Պարավ տատիկը ասում է քանի որ իրեն շատ է օգնել, նա իրեն տանում է դարպասների մոտ, հենց աղջիկը անցնում է դարպասներից, ոսկե անձև է գալի։ Սա էլ քո աշխատածը, ասում է նա։ Աղջիկը վերադառնում է իր տուն եւ իր խորթ քույրն ու մայրը տեսնում են նրան եւ խորթ մայրը որոշում է իր աղջկան էլ ուղարկել նույն տեղը։ Նա ամբողջ նույն ձևը անում է, իլիկը ընկնում է ջուրը, նա էլ իր հետևից։ Նա ոչ հացերն է հանում, ոչ է ծառին է թափ տալի, ոչ է պարավին է օգնում։ Ու երբ որ պարավին չի օգնում, արդեն վերջին օրը նա տանում է դարպասների մոտ, նա անցնում է եւ կուպր է նրա վրա թափվում։ Նա վերադառնում է իր տուն եւ մայրիկը շատ է զայրանում իր վրա։ Ու աղջիկը ամբողջ կյանքում էլ այդպես մնում է։ Այսինքն ինքը քանի որ շատ ծույլ էր, ինքը ոչ մի բան չստացավ, իսկ քանի որ աղջիկը խորթ աղջիկը աշխատասեր էր եւ խելացի, նա ստացեց ոսկի։ Ստացեցին։